Անմիջապես երբ որ հաղորդություն ենք ստանում, երգն է գնում ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տերը։ Ինչ է նշանակում քաղցր։ Քաղցր դա նյութական, միայն նյութական չէ, այդ իրական քաղցրություն է։ Հիշում եմ մի անգամ ես հաղորդություն էի տալիս, մեր երեխաներից մեկը, մեր գյուղի երեխաներից կերավ հաղորդ Այս պես ինչ համով է, անկեղծ, ասեց, այս ինչ համով է, այսինքն հաղորդության համը, ինքը հոգևոր համը, տեսեք դրախտում բազմաթիվ ծառեր կային, չէ, բայց երկու ծառ կար, որ տարբերվում էր, բարու և չարու գիտության ծառը և կենաց ծառը, մեկից ուտում էին մեռնում են, մեկից ուտում էին ապրում էին, Եկեղեցու Սուրբ Հայրն ասում, որ հենց այդ կենաց ծառը Սուրբ հաղորդությունն է։ Կենաց ծառից պտուղը որն է Քրիստոս է, եւ որ մենք ճաշակում ենք, ապրում ենք։ Ինքը նյութական է, մարմնավոր է, բայց նաեւ հոգեվոր խորը բովանդակություն ունի, խորը աստվածաբանություն իմաստ ունի։ Տեսեք, մեր Տերը Հիսուս Քրիստոս Սուրբ հաղորդության մեջ երկուսը մեկ դարձրեց։ Քանի որ մարդը հոգի և մարմին մեզ տվեց հոգևոր և մարմնավոր կերակուր, որպեսզի մենք ձգտենք Տիրոջ հոգով ու մարմնով միավորվենք, հենց Սուրբ հաղորդությունը Սուրբ խորհուրդն է տալիս։ Գիտեք, այստեղ խորը աստվածաբանություն կա Սուրբ հաղորդության մեջ և կատարյալ պարզություն ու մաքրություն կա։ Ինչ եք կարծում, Ադամը փափագում էր կենաց ծառից ուտել, իրան շատ մեծ պատրաստություն պետք էր, չէ, անմեղ էր, ադամական վիճակում մենք պետք է լինենք, որ կարողանանք ճաշակել կենաց ծառից, առանց մեղքը ճաշակելու, ցավոք սրտի Ադամը արգելված պտուղը ճաշակեց ու զրկվեց կենաց ծառի ճանապարհը, փակվեց սերովեն, չէ, չթողեց ուտել, հիմա մենք Ադամը սխալը չկրկնենք, արգելված պտուղը չպետք է ուտենք, հա, հենց արգելված պտղից հրաշարվեցինք, վազում ենք կենաց ծառի մոտ, էլ չենք սպասում, հա, շատ չենք մտածում, շատ չենք խորհրդածում ես, որ շատ խորանում ես, խորասուզվում ես, էլ չես հասկանում էլի, հետո տեղ որքան որ բարդ աստվածաբանություն լիներ, բոլորի համար չէր լինի, մենք գնոստիկ չենք, մենակ ընտրյալների համար չի, որ Սուրբ ավետարանը, բոլորի համար։ Արգելված պտկից հրաժարվեցիր, վազի կենաց ծառի մոտ։ Մեծ մեղք չես գործում, գնա հաղորդություն ստացի, ուրախ, զվարթ։ Չես ուզում քաղցր կերակուր ուտես, հոգով և մարմնով։ Ես վերջերս հետաքրքիր բան եմ հայտնաբերել, Քրիստոս ինչ հաց էր տալիս վերջին ընթրիքի ժամանակ, բաղարջ հաց էր, չէ տալիս, բաղարջ հաց էր, այդ բաղարջ հաց վիշի սորտ ալուր էր, բարձրորակալուր, չէ, ինչ վիշի սորտ ալուր, բարձրորակալուր չէր, իսկական ալուր էր, հələ դուք նշխարը պատարակի պատրաստեք իսկական ալուրով, իր ամեն ինչով, տեսեք ինչ քաղցր հաղորդություն է ստացվում, ես ինչքան ժամանակա մաքուր իսկական ալուր են հացի, որ խմոր ես չի անում, հոտը գալիս է հացի, հələ մինչև էփելը, բա որ էփում ես, հոտից խենթանում ես այդ հացի հոտից, այդ բարձրորակալուրի մեջ ոչ հոտ կա, ոչ համ կա, բա Քրիստոսի մարմինն ու արյունը իսկական հաց չանենք, բա բաղարջ հաց չանենք մենք, որ թաթախում ես Տիրոջ արյան մեջ, իսկապես ճաշակեցեք, տեսեք, որ քաղցր է Տերը, ամեն